Վերջին զանգը սերիալում ամեն ինչ սկսում է շարժվել փոթորկոտ ուղղությամբ։ Անգելինայի, Սոսի ու Աննայի պատմական հանդիպումը պարզապես մի տեսարան չէր։ Դա հիմք դարձավ մի շարք ճշմարտությունների բացահայտման, որոնց լռությունը տարիներ շարունակ գազանի պես ուտում էր մարդկային հոգիները։ Եվ այժմ այդ ճշմարտություններն այլևս հնարավոր չէ պահել կոճկված փակ դռների հետևում։ Անգելինան շփոթված, հուզված ու լիարժեք չհասկանալով իր ներսում կատարված զգացմունքների ծավալը վերադառնում է տուն։ Նա դեռ հոգով Աննայի սենյակում է, այնտեղ, որտեղ իր աչքերի առջև բացվեցին հույզերի ամբողջ մի անկառավարելի ալիք։ Անգելինան առաջին անգամ տեսավ Սոսին, այն մարդուն, ով տարիներ առաջ անհետացել էր ու որի մասին բոլորը լռում էին։ Իհարկե, Անգելինան նույնիսկ գաղափար չունի Սոսի գոյության մասին, բայց նրա մեջ կարծեք խոսում է արյան կանչը, մի տարօրինակ հոգեհարազատություն, տարօրինակ սրտխփոց, որ նման չէր մի այլ զգացողության։ Եվ այդ ամենի մասին, տղամարդու հայտնվելու ու Աննայի հետ կոնֆլիկտի, նա պատմում է իր մորը՝ Վիկտորիային, և հենց այդ պահին սկսվում է Վիկտորիայի հոգու փոթորիկը։ Նրա մտքում ամեն բան հանկարծ միանում է ու խճանկարի վերածվում։ Նա վերհիշում է ուղիղ 25 տարի առաջ, ճիշտ այդ ժամանակահատվածում Միքայելը, նրա ամուսինը, մի օր հանկարծ գալիս է ու երեխան տալիս է Վիկտորիային ու ավագին։ Բերում է Անգելինային առանց բացատրության, առանց հարցերի պատասխանի։ Այժմ, երբ լսում է Անգելինայի պատմությունը, տեսնում է Սոսի արձագանքը, հասկանում Աննայի աչքերի ճիչը։ Վիկտորիան հասկանում է մի բան. Անգելինան Միքայելի դուստրը չէ, Անգելինան Սոսի ու Աննայի դուստրն է։ Այս գիտակցումը նրա վրա ընկնելու է ծանրության պես։ Ամբողջ տարիների ընթացքում ինքն էլ գուցե չիմանալով ճշմարտությունը դարձել է այս սարսափելի ստի մասնակիցը։ Միքայելը խաբել է իր ընտանիքին, գուցե նույնիսկ բոլորին, ինքն իրեն, կնոջը։ Բայց արդյոք Վիկտորիան կհամարձակվի բարձրաձայնել այդ ճշմարտությունը, արդյոք կփշրի այդ մեծ սուտը, դա դեռ մնում է հարցական։ Նրա լռությունը կարող է լինել պաշտպանողական, բայց նաև պատժելի։ Սոսը կանգնած է իր սեփական կործանման եզրին, նա տուն է վերադառնում ու բռնկվում։ Սոսը մեղադրում է բոլորին՝ Լիլիթին, որ չի ասել ճշմարտությունը, որ միշտ եղել է սառն ու փակ, բայց հավանաբար գիտեր այդ ամենի մասին, և Բագրատին, որի լռությունն ամենաուժեղն էր։ Սոսը գոռում է, ցասումն ի վեր է ելնում։ Նա չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այսքան տարի ոչ ոք իրեն չի ասել, որ Աննան հղի է եղել, որ ինքը՝ Սոսը, հայր է դարձել, բայց ոչինչ չի իմացել։ Ու հիմա, երբ տարիները գնացել են, ճշմարտությունն այլևս չի սփոփում, այլ կործանում է։ Աննան այս պատմության ամենախոցված կերպարն է։ Նա սարսափելի կերպով կոտրված է։ Նա կանգնած է բոլորի ստի, լռության ու անտարբերության պատի դիմաց։ Նրա ներսում այլևս ուժ չկա պայքարելու։ Նա միշտ եղել է միայնակ, ամեն ինչի միջով անցել լուռ, հնազանդ, բայց հիմա այս բացահայտումից հետո, երբ նույնիսկ Սոսը չի հավատացել իրեն, նա փլուզվում է, կորցնում իրեն, նրա մեջ վերջին անգամ ինչ-որ բան ջարդվում է, և նա հեռանում է, անհետանում։ Ոչ ոք այս պահին չի կարողանա գտնել նրան։ Աննան մեկուսանում է, նույնիսկ ԴՆԹ թեստից տեղեկություն չունի։ Նա փնտրում է իր մենությունը, իր լռության պատսպարանը, որտեղ ոչ ոք չի կարող կոտրել նրան, բայց այնտեղը նաև վտանգավոր է, այնտեղ կարող է մարել նրա վերջին կայծը։ Եվ սա է վերջին զանգի ուժը։ Նա պատմում է մարդկային ճակատագրերի բախումների մասին, մերկացնում սուտը, բացահայտում ճշմարտությունը այն պահերին, երբ թվում է արդեն ուշ է։ Բայց թերևս երբեք ուշ չէ։ Արդյոք Վիկտորիան կհամարձակվի ասել ճշմարտությունը։ Արդյոք Սոսը կգտնի Աննային ու կխոստովանի, որ ամբողջ հոգով վստահում է նրան։ Արդյոք Միքայելի ստերը բացահայտվելու են ու բոլորն իմանալու են Անգելինայի իրական արմատները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գուցե սպասվում են արդեն ամենայն լարվածությամբ, բայց մի բան հաստատ է՝ սերիալը մտնում է իր ամենաուժեղ ու էմոցիոնալ փուլ, և եթե ճշմարտությունը հաղթի, ապա դա կլինի ոչ թե վրեժի միջոցով, այլ ներողամտությամբ, բայց մինչ այդ դեռ անելիք շատ կա, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաս գրել ինչ ես կարծում, Վիկտորիան բացահայտելու է այդ ճշմարտությունը,
թե այդ ճշմարտությամբ կիսվելու է ամուսնու ավագի հետ։ Շատ հետաքրքիր մանրամասներ են սպասվում հեռուստասերիալում, իսկ գաղտնիքների բացահայտումը սպասվում է շատ շուտով։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ այժմ Լիլիթը զայրույթից ուղղակի չգիտի ինչ անել ու իրեն տալիս է պատեպատ, քանի որ հասկանում է, որ Սոսը կանգնած է ճշմարտության առաջ, և Սոսը շատ շուտով բացահայտելու է, որ Միքայելին ողջ տեղեկատվությունը տվել է հենց Լիլիթը, և հենց Լիլիթի պատճառով է, որ Սոսը չկարողացավ հասնել Աննային այն գիշեր, երբ նա դրա կարիքն ամենաշատն ուներ, ու Աննային թվաց, թե Սոսը լքել է իրեն, այնուհետև պարզվեց, որ Սոսը մահացել է։ Եվ ինչ հանգամանքներում, բնականաբար, այս ամենը մեծ հարված էր Աննայի համար, և Աննայի կյանքն այս պահին նրա ձեռքերում է։ Ինչ է սպասվում, կիմանաք շատ շուտով։